Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի ղեկավարն ԱՄՆ նախագահը Հայաստանում ֆինանսական եւ քաղաքական ներդրում է արել։ Նա նաեւ հիշեցրել է, որ մեր նախկին երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասել է՝ «Դավայ դուրս եկեք այստեղից»։ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, նրան առաջադրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հրապարակվել է 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը կազմել են 351 միլիարդ 900 միլիոն դրամ։ Լիբանանի եւ Իրանի միջև հարաբերությունները հասել են պատմական նվազագույնի, Լիբանանի կառավարությունը պաշտոնապես Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա եւ հրահանգել լքել երկրի տարածքը։ Միաժամանակ Բեյրութը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուեթքոֆի հետ եւ հայտարարել, որ գերագույն առաջնորդը հաստատել է Վաշինգտոնի հետ բանակցությունները։ Հայաստանի միջև 19 տարեկաների հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի միջև 19 տարեկաների առաջնության որակավորման առաջին փուլի B-լիգայի B2 խմբում։ Մեկնարկային խաղում մեր հավաքականը հանդիպեց Կոսովոյի հասակակիցների եւ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։ Մեր թիմից միակ գնդակ 81-րդ րոպեին հեղինակեց Դավիթ Բաթոյանը։